Կենդանակերպի նշաններ, որոնք ֆինանսական հաջողություն կունենան 2025 թվականի նոյեմբերի 15-ից սկսած։ Ցուլեր։ Երբ համառությունը եկամուտ է բերում։ Ցուլ, սա այն ժամանակն է, երբ ձեր քրտնաջան աշխատանքը եւ ուշադիր մշակված ծրագրերը սկսում են վերածվել նյութական բարեկեցության։ Երկար սպասումը արդյունք է տալիս։ Մասնագիտական առաջարկները կարող են ներառել բոնուսներ, պաշտոնի բարձրացումներ կամ երկարաժամկետ պայմանագրերի բարենպաստ պայմաններ։ Սա հանկարծակի աճի ժամանակաշրջան չէ, այլ ֆինանսական կայունության աստիճանական ամրապնդման, քանի որ ի հայտ են գալիս եկամտի հստակ պարամետրեր եւ կանխատեսումներ։ Նրանց համար, ովքեր անձնական խնայողությունները ներդրել են լավ մտածված նախագծերում, հավանական են եկամուտները կամ առաջին կայուն վճարումները։ Գործընկերների հետ հարաբերություններում օգտակար է նրբանկատ լինել փողի մասին խոսելիս։ Անկեղծ հանգիստ զրույցը կօգնի ամրապնդել ձեռք բերվածը։ Պահպանեք ռեժիմ եւ խուսափեք իմպուլսիվ ծախսերից։ Ավելի լավ է ավելորդ միջոցները ուղղել այն ոլորտներին, որոնք արդեն ապացուցել են իրենց հուսալիությունը։ Ես խորհուրդ եմ տալիս պատրաստել թարմացված բյուջե եւ հատկացնել ռեսուրսներ, որպեսզի նոր եկամուտները ամրապնդեն ձեր դիրքերը առանց ավելորդ ռիսկի։ Առյուծներ։ Շքեղություն եւ հաշվարկ մեկ պոռթկումով։ Առյուծներ, այս շաբաթ ձեր էներգիան դրական արձագանք է ստանում։ Եկամուտը մեծացնելու հնարավորություններ կհայտնվեն առաջնորդության եւ հասարակական ազդեցության միջոցով։ Եթե դուք նախագծեր եք ներկայացնում, բանակցություններ եք վարում կամ գովազդում եք ձեր սեփական ապրանքանիշը, սպասեք ուշադրություն նրանցից, ովքեր կարող են առաջարկել ֆինանսավորում կամ խոշոր պատվերներ։ Կարևոր է պահպանել հավասարակշռությունը արտահայտչականության եւ սթափ հաշվարկի միջև։ Խարիզման դռներ է բացում, բայց գործարքի ուժը կախված է մանրամասներից։ Ստեղծագործ առյուծների համար իրենց տաղանդը դրամայնացնելու հնարավորությունները մեծացնում են։ Առևտրային առաջարկներն ու համագործակցությունները կարող են անսպասելիորեն շահավետ լինել։ Անձնական ֆինանսների ոլորտում հնարավոր են հաջող համաձայնագրեր։ Հանգիստ քննարկեք պայմանները եւ խուսափեք շտապողական խոստումներից։ Մենք խորհուրդ ենք տալիս նախապես պատրաստել փաստարկներ եւ թվեր բանակցությունների համար, սա կամրապնդի ձեր ազդեցությունը եւ թույլ կտա ձեզ ապահովել ավելի լավ առաջարկ։ Կարիճներ։ Փողը որպես ներքին պարզության արդյունք։ Կարիճներ, ձեր ֆինանսական ոլորտում գալիս է մի ժամանակ, երբ ինտուիտիվ պատկերացումները գործնական տեսք են ստանում։ Կարող է դուք տարիներ ծախսել եք տեղեկատվություն ներծծելու, դիտարկելու եւ վերլուծելու վրա, հիմա գալիս է մի պահ, երբ բացահայտում են թաքնված հանգամանքները, բացելով դուռը շահավետ լուծումների։ Կարող են ի հայտ գալ շահավետ ներդրումներ կամ հնարավորություններ, որոնք երկար ժամանակ անհասանելի էին թվում։ Դրանք այժմ հասանելի են, եթե զգույշ լինեք եւ ունենաք հստակ ծրագիր։ Գործարար բանակցություններում ավելի խորը տեսնելու ձեր ունակությունը կօգնի ձեզ հասկանալ, թե որտեղ պետք է փոխզիջում կատարել եւ որտեղ պետք է պահպանել ձեր դիրքերը։ Անձնական հարաբերություններում ֆինանսական հարցերը կդառնան ավելի պարզ։ Համատեղ բյուջեների կամ ներդրումների վերաբերյալ համատեղ որոշումները կարող են կայացվել ավելի քիչ դրամայով։ Խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ պայմանագրերի իրավական մաքրության վրա եւ չանտեսել պատշաճ ուսումնասիրությունը։ Սա կբարձրացնի հաջողության կայունությունը եւ կնվազեցնի անսպասելի կորուստների ռիսկը։ Ջրհոսներ։ Թարմ հոսքեր եւ օգտակար դաշինքներ։ Ջրհոսները, այս ժամանակահատվածը խոստանում է հաջող ֆինանսական արդյունքներ ձեզ համար, շնորհիվ ինքնատիպ մոտեցման եւ ոչ ավանդական կապերի։ Գաղափարները, որոնք նախկինում չափազանց համարձակ էին թվում, այժմ գրավում են ներդրողների կամ գործընկերների ուշադրությունը, որոնք պատրաստ են աջակցել համարձակ ջանքերին։ Հնարավորություններ են առաջանում մտավոր աշխատանքի, տեխնոլոգիական լուծումների կամ կոլեկտիվ նախագծերի դրամայնացման համար, որոնցում դուք հանդես եք գալիս որպես կապող օղակ։ Կարևոր է նախապես գրագետ կազմել պայմանագրեր եւ քննարկել ռեսուրսների բաշխումը։ Սա կամրապնդի վստահությունը եւ կհարթի ճանապարհը երկարաժամկետ եկամտի համար։ Անձնական ֆինանսների ոլորտում կարող են հնարավորություն առաջանալ վերակազմակերպել ակտիվները, որպեսզի դրանք ավելի արդյունավետ աշխատեն։ Դիտարկեք դիվերսիֆիկացման տարբերակներ չափավոր ռիսկով։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել ձեր բնական ունակությունը, կապեր հաստատելու եւ չվախենալ ավանգարդ գաղափարներ առաջարկել նրանց, ովքեր պատրաստ են լսել։ Հենց այս տեսակի դաշինքն է, որն ամենից հաճախ զգալի դիվիդենդներ է բերում։ Խոյեր։
Արագ որոշումներ, որոնք ամրապնդվում են հաշվարկով։ Խոհեր, ձեր վճռականությունը եւ գործելու պատրաստակամությունը իրական հնարավորություն են տալիս ֆինանսական աճի համար սկսած նոյեմբերի 15-ից։ Ձեր ուժեղ էներգիան եւ որոշումներ կայացնելու ունակությունը արագ կգրավեն այնպիսի նախագծեր, որոնք գնահատում են արդյունավետությունն ու վճռականությունը։ Սա ժամանակ է պատասխանատվություն ստանձնելու եւ բնակչություններ նախաձեռնություն ցուցաբերելու համար։ Բոնուսներ, միանվագ վճարումներ կամ շահավետ պայմանագրեր ստանալու հնարավորությունը բավականին իրական է։ Այնուամենայնիվ, ինքնաբուխությունը պահանջում է կարգապահություն։ Կարևոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ վերանայեք հիմնական պայմանները եւ անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք։ Գործընկերություններում օգտակար է նախապես քննարկել պարտականությունները եւ ֆինանսական պատասխանատվության բաժանումը կանխելու համար, որ հաջողությունը խաթարվի թյուրըմբռնումներով։ Մենք խորհուրդ ենք տալիս համատեղել իմպուլսիվությունը լավ մտածված ռազմավարության հետ, այս կերպ դուք կարող եք արագ հնարավորությունները վերածել կայուն կապիտալի աճի։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր մի հոդված։ Գիտնականները պարզել են այն ճշգրիտ տարիքը, երբ սկսվում է օրգանիզմի ծերացումը։ Ծերացումը աստիճանաբար չի սկսվում։ Գերմանացի գիտնականները պարզել են առանցքային մոլեկուլային մեխանիզմը եւ այն ճշգրիտ տարիքը, երբ մարդու օրգանիզմում սկսվում է կենսաբանական ծերացման գործընթացը։ Մասնագետները վերլուծել են 280 մարդու արյան նմուշներ ծննդյան պահից մինչև 18 տարեկան։ Հիմնական ուշադրությունը նրանք դարձրել են ռիբոսոմային ԴՆԹ-ին, rDNT, գենոմի կրիտիկական կարևոր հատվածին, որից կախված է բջիջների կենսունակությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև սեռական հասունացման պահը օրգանիզմն ակտիվորեն պահպանում է rDNT-ի աշխատանքը։ Երիտասարդ վիճակում ակտիվ չմեթիլացված պատճենների թիվը նույնպես փոքրինչ աճում է։ Մեթիլացումը գործընթաց է, որի ընթացքում գենին միանում են քիմիական նշիչներ, որոնք անջատում են դրա ակտիվությունը։ Սակայն մեծահասակների մոտ նկատվում է հակառակ պատկերը։ Տարիքի հետ rDNT-ի մեթիլացման մակարդակը բարձրանում է, իսկ դրա ակտիվ պատճառների քանակը կրճատվում։ Այս փոփոխությունները, ըստ գիտնականների, բջջային ծերացման հուսալի կենսամարկեր են։ Հայտնագործությունը հաստատում է այն տեսությունը, որ կենսաբանական ծերացումը ոչ թե անընդհատ գործընթաց է, այլ ծրագրավորված մեխանիզմ, որը միանում է այն բանից հետո, երբ օրգանիզմը կատարել է իր վերարտադրողական գործառույթը։ Նշենք, որ մարդկանց մոտ սեռական հասունացման ավարտը տեղի ունենում տարբեր տարիքում։ Աղջիկների մոտ դա որպես կանոն 16-ից 17 տարեկանն է, տղաների մոտ 18-ից 19 տարեկանը։